Բարելու ժողովուրդ ջան, մի հատ նյութ են ինձ ուղարկել, այն մարդ նայում ես, ասում ես լավ էլի, լավ էլի, ստեղ են ասեմ մեռնեմ ինտերնետի զորությանը։ Վիտալի Բալասանյանը ինձ կների, բայց ես պետք է մանրամասները բացահայտեմ իր եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման։ Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանին ասել է հետեւյալը. Որն է ամենածանր ուղղությունը, որ մենք ունենք այսօր ռազմաճակատում։ Նիկոլ Փաշինյանը ասել է Շուշին։ Վիտալի Բալասանյանը ասել է. հանձնարարեք ինձ Շուշիի պաշտպանությունը եւ եթե ես չհաջողեմ, դա ձեզ առիթ է, որ վերկենակ եւ հրապարակային ասեք, Վիտալի Բալասանյանը չկարողացավ իրականացնել Շուշիի պաշտպանությունը եւ Շուշին ընկավ, կհրճակեք ինձ դավաճան։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է եւ ասել է Վիտալի Բալասանյանին գնացեք եւ անցեք Շուշիի պաշտպանությանը։ Պայմանավորվել են։ Որից դրանից հետո է Վիտալի Բալասանյանը մարտակոչով։ Այո, հաջորդ օրը։ Այո, Վիտալի Բալասանյանը մինչև վերջին օրը տենց էլ չանցավ Շուշիի պաշտպանությանը։ Վիտալի Բալասանյանին Արցախում ասացին, որ նման ցուցում մենք չենք ստացել։ Հիմա հարց է առաջանում. ինչի չթույլատրեցին Վիտալի Բալասանյանին իրականացնել Շուշիի պաշտպանությունը։ Շուշին հանձնելու համար։ Ինչ ասում է։ Ստեղ են ասել մեռնեմ ինտերնետի զորությանը։ Այսինքն ամեն ինչ ֆիքսվում է։ Ու ջրերից է դուրս գալիս։ Նորից հիշացնում են քեզ, Վանեցյան, ես ինչ ես ասել։ Ռիժիկ լսում ես։ Այդ որ ազգային ժողովում հելնում եք երշեշ դուս եք տալիս, մեղադրում, որ Նիկոլ Փաշինյանն հանձն է։ Ձեր մոտ էս ինչ հիվանդություն է։ Դու պոմնյու տամ նի պոմնյու։ Կարող ես բերել ուստեղ գցել են։ Հետո էլ ասում են, այս Facebook-ը պետք է փակվի, իհարկե, որտեղ վաղ կա մեջներից, որ ձեր ամեն մի ասածը, այսինքն հանելու ենք ջրերից, տնենք ձեր դեմը։ Քոչվորը այսօր ասուլիս է տալու։ Մեկն էլ հպարտ գրել էր, թե բա, այսա կտեսնեք պատասխանատու ղեկավարնով է։ Ղեկավարը ինչի, որ ամբողջի ձայնն է լսում, այլ ղեկավարը նա է, ով որ իր կարծիքով է առաջնորդվում, իր մտածելակերպով է առաջնորդվում։ Իբր ժողովրդին բանի տեղ չի դնում։ Ես այս ընդդիմության սատարող բլոգերշաներին ու բլոգերներին առաջարկում եմ թեմա։ Կանչեք մի հատ էս Վանեցյանին հարց տվեք։ Հետո չի թողել որ Շուշին պաշտպանի, Բա կանչեք, Վանեցյանին մի հատ հրավիրեք, հələ մի հատ հարց տվեք։ Փաշինյանը Վիտալի Բալասանյանին ասել է գնա ու պաշտպանի Շուշին։ Ով չի թողել Շուշին պաշտպանի։ Բա մի հատ բացահայտեք, բլոգերշաներ, բլոգերներ։ Բա հելելեք եշեշ դուս եք տալիս, բա մի հատ կանչեք, տենանք ես ինչ հաշիվ է։ Այսինքն Քոչվորի այս պաշտպանները, Քոչվորի սատարողները ասում են, որ պիտի ամբողջին բանի տեղ չդնես։ Դե դուք էլ մեր համար ամբողջ եք։ Ինչ որ մի մասա եք, ինչ որ մի 20 հոգի եք, խումբ եք, կուտոկ եք, կարանք դες вообще բանի տեղ չդնենք, մարդատեղել չդնենք, քաղաքացու տեղել չդնենք, ձեր կարծիքն հաշվի չառնենք, ընդհանրապես զրկենք ընտրություններից, տենց է դուրս գալիս։ Կամ Քոչվորի ասոլիսի ժամանակ կարող է ինչ-որ մի հատ տղա դուրս գա մեկը էլի, նման հարց տա Քոչվորին, այդ նույն Արցախի ղեկավարությունը, որ ենթարկվում էր Քոչվորին, ով թույլ չի տվել Վիտալի Բալասանյանին, որպեսզի Շուշին պաշտպանի, իհարկե եթե Վիտալի Բալասանյանը նման ցանկություն ա ունեցել էլի։ Նիկոլ Փաշինյանին Արցախը հանձնելու մեջ մեղադրողներ սպասում են ձեր մեկնաբանություններին։ Տեսնեմ, այդ ինչ գոհարներ եք բերելու։